Իսկ դու գիտեիր, որ Գառնու հեթանոսական տաճարը կառուցվել է մաթեմատիկական այնպիսի ճշգրտությամբ, որ ամեն տարի հուլիսի 21-ին միայն մի քանի րոպեով արևի ճառագայթը իդեալական անկյան տակ մտնում է տաճար եւ ուղիղ լուսավորում է գլխավոր գահը։ Գառնու տաճար, որը կանգուն է ավելի քան 2000 տարի, բայց դա պարզապես հնագույն կառույց չէ։ Այն մաթեմատիկական ճշգրտությամբ ստեղծված ճարտարապետական գոհար է, որը մի օր տարվա մեջ վերածվում է իրական առեղծվածի կենտրոն։ Հուլիսի 21-ին, երբ արևը դուրս է գալիս հորիզոնից, նրա ճառագայթը ուղղակիորեն լցում է Գառնու տաճարի սրահը եւ հարվածում է կենտրոնական գահին։ Սա պատահականություն չէ։ Մեր նախնիները հսկայական գիտելիքներ են ունեցել աստղագիտությունից, երկրաչափությունից ու մաթեմատիկայից։ Տաճարի կառուցման մեջ օգտագործված է ոսկեհատման գաղտնիքը, այն նույն հարաբերությունը, որը հանդիպում է բնության մեջ, մարջանների կառուցվածքում, արևածաղկի պարույրներում, նույնիսկ մարդու դեմքի համամասնություններում։ Ու պատկերացրու, այս ամենը նրանք արել են առանց համակարգչային տեխնոլոգիաների, առանց ճառագայթային սարքերի, միայն քարերով, դիտարկումներով ու իմաստությամբ։ Իդեպ Գառնի միակ պահպանված հեթանոսական տաճարն է ողջ խորհրդային տարածքում, իսկ քանդվել է այն 1679 թվականին, երկրաշարժից հետո վերակառուցվել սյուն առ սյուն քար առ քար։ Բայց մարդիկ այսօր էլ հավատում են, որ Գառնի սրտում ինչ-որ բան կա, ոչ միայն պատմություն, այլ էներգիա։ Այս տաճարը լուռ է, բայց եթե ուշադիր նայես, այն դեռ պատմում է իր գաղտնիքը։ Գառնին մեր անցյալի պատուհանն է, կառուցված արևի, գիտության ու հավատքի միջև։ Հիշի, Հայաստանում ամեն քար իր ներսում մի պատմություն ունի, ու մենք դրանք դեռ բոլորը չենք բացահայտել։